անցնենք մեր այսօրվա նյութին։ Հուսով եմ լավ եք ամենատել եւ այսօր պատրաստ եք որպեսզի այս հրաշալի սերտողությունը, որ վերջապես մենք Հովանու ավետարանի 12-րդ գլուխ հասանք, իսկ ինչու եմ ես 12-րդ գլուխը հատկապես շեշտում, քիչ հետո դուք ավելի մանրամասն կտեղեկանաք, թե ինչքան կարևոր է Հովանու ավետարանի 12-րդ գլխից սկսած սերտողությունները։ Իհարկե բոլոր ավետարանն է խիստ կարևոր մեր համար, սակայն ուզում եմ հիշեցնել, որ 4 ավետարանները 89 գլուխ ունեն, եւ այդ 89 գլուխները Սուրբ Հոգու միջոցով շարադրված մարդկությանը փոխանցված է այն ամենակարևոր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքին վերաբերող դրվագները, որոնք անհրաժեշտ են, որ ողջ մարդկությունը այդ մասին տեղեկանա, թե իսկապես մեր Տեր Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչը, Աստծո Որդին, իր աշխարհ գալով ինչպես ապրեց երկրի վրա, որն էր նպատակը եւ մինչեւ նրա համբարձվելը մանրամասնորեն մենք ավետարաններից կարող ենք իմանալ նրա ողջ երկրավոր ընթացքը։ Մի առիթով հիշեցրել եմ ձեզ, որ երիտասարդ ժամանակ, երբ որ ես իմ սիրտն Աստծուն էի հանձնել, իմ մեջ խորը ծարավ ու փափագ էր առաջացել, որպեսզի 4 ավետարանները սերտեմ միասին։ Եվ ահա ես այդ 4 ավետարանները միասին սերտելու այդ իմ ողջ ճանապարհին մի նոր փափագի մեջ առաջացավ, որ քրոնոլոգիապես ժամանակագրորեն հասկանամ Տեր Հիսուս Քրիստոսի կյանքի յուրաքանչյուր դրվագը։ Եվ 4 ավետարանները միասին սերտելու ժամանակ նպատակս էր, որպեսզի այդ ավետարանների միջից ամբողջ ժամանակագրությունը Տեր Հիսուս Քրիստոսի կյանքի ինքս գրեի։ Ինձ հաջողվեց այդ ամբողջացնել, այդ ամբողջ աշխատանքը ունենալ, եւ երբ որ ես այդ ամբողջ աշխատանքն ունեցա, վերջացրեցի եւ ներկայացրեցի իմ կրտսեր եղբորը, որը Մատենադարանում էր աշխատում, ես այդ ժամանակ իրեն ցույց տալով դա ասեցի, որ տես ես ինչ աշխատանք եմ կատարել, 4 ավետարանները մեկում եմ ամբողջովին ես հավաքել եւ զարմանքս շատ մեծ եղավ, երբ եղբայրս ասեց, որ դա արդեն 7-րդ դարից արված է։ Եվ իրոք, երբ որ համեմատեցի 7-րդ դարում արդեն արվածի հետ, չնչին տարբերություն նկատեցի եւ իմ ունեցածը մի կողմ դրեցի։ Այսօր արդեն դա մատչելի է աշխարհում շատ անկեղծ Քրիստոսի աշակերտների ուսումնասիրման նյութ է դարձել եւ 4-ը մեկում արդեն ուսումնասիրությունը ավարտական տեսքով կա եւ այդպիսի գրականություն կա, կարելի է վերցնել ուսումնասիրել, բայց ես դրանք արդեն իմ սեփականությունն եմ համարում եւ իրավամբ կարող եմ ձեզ հաղորդել նաեւ որպես իմ սեփականը, որովհետեւ ասացի, որ դրա վրա անձնապես, անհատապես եմ աշխատել։ Եվ այսպես եկեք սկզբում նորից վերադառնանք ավետարանների բովանդակությանը ըստ գլուխների, նորից հիշեցնեմ, որ 89 գլուխ է 4 ավետարանը պարունակում եւ ավետարաններից յուրաքանչյուրն ավարտում է շատ յուրօրինակ ձևով եւ Սուրբ Հոգին առաջնորդելով 4 ավետարանիչներին, ինչպես նաեւ նոր կտակարանը գրքերի հերթականությամբ դասավորողներին, մենք զարմանալիորեն նկատում ենք իրոք Աստծո Հոգու այն հրաշալի աշխատանքը, որ արվել է Աստվածաշունչը նոր կտակարանը կազմելիս։ Մատթեոս ավետարանիչը իր ավետարանն ավարտում է Քրիստոսի հարությունով։ Մարկոս ավետարանիչը իր ավետարանը ավարտում է Քրիստոսի համբարձումով։ Ղուկաս ավետարանիչը իր ավետարանը ավարտում է Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հոգու խոստմունքը իր աշակերտներին ուղարկելով, իսկ Հովանու ավետարանը ավարտվում է Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան խոստումով։ Ահա այսպիսի հետարքիր հաջորդականությամբ է, որ մենք ավետարանները տեսնում ենք շարադրված եւ միաժամանակ նաեւ մի ուրիշ հետարքիր այդպես կարեւոր մի փաստի ենք մենք հանդիպում ուսումնասիրելով ամբողջ 4 ավետարանները նկատելի է դառնում, որ Քրիստոս Հիսուսի երկրային վերջին շաբաթվա կյանքը շատ ավելի մանրամասնորեն է նկարագրված։ 28 գլուխ միայն նվիրված է Տեր Հիսուս Քրիստոսի վերջին շաբաթվա երկրավոր ընթացքին։ Այնպես որ մենք պիտի ուսումնասիրենք այդ 28 գլուխները, կարելի է ասել, եւ նրանք ովքեր որ Քրիստոսի աշակերտներ եկեղեցում չեն կամ դեռևս աշակերտվելու հայտ չեն ներկայացրել, իրենց համար ես համոզված եմ, որ մեր այսօրվա սերտողության մեթոդը
մեր այսօրվա սերտողությունը մատչելի չի լինելու, ինչ որ իմաստով նույնիսկ ձանձրալի կարող է լինել, իսկ նրանք ովքեր որ Քրիստոսի աշակերտ լինելու հայտ են ներկայացրել եւ ուզում են ամբողջովին իսկապես իրենց սրտում իրենց Տիրոջը ավելի լավ ճանաչած լինելով տարածիորեն ավետարանի ամեն մի Սուրբ Հոգուց ներշնչված խոսքը հասկանալու եւ դրանցում ավելի հաստատվելու այսպիսի անձնավորությունների համար մեզանից յուրաքանչյուրը իսկապես կարողանա թափանցել ավետարանի այնպիսի խորությունների մեջ, որոնք նկատելի չեն սովորական թող չնեղանան ինձանից որոշ հավատացյալներ, բոլորին շատ սիրում եմ ջերմոցային հավատացյալներին։ Այո, այդպիսի հավատացյալներին անմատչելի կլինի այն ամենը, ինչի մեջ մենք ուզում ենք գնալ հիմա։ Եվ մենք շատ ենք սիրում Սուրբ Գիրքը եւ աշխատում ենք Աստծո խոսքի վրա։ Ուրեմն Հովաննու 12-րդ գլխում կարդում ենք. «Եվ Հիսուսը զատկից 6 օր առաջ եկավ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսն էր, որին մեռելներից հարություն տվավ, եւ այնտեղ հացկերություն արին նրա համար։ Եվ Մարթան ծառայում էր, եւ Ղազարոսը նրա հետ սեղան նստողներից մեկն էր։ Մարիամն էլ մի լիտր նարդոսի ազնիվ մեծագին յուղ առավ, Հիսուսի ոտները օծեց եւ իր մազերով սրբում էր նրա ոտները։ Եվ տունը լցվեցավ յուղի հոտովը։ Եվ ասեց նրա աշակերտներից մեկը, Հուդա Սիմոնյան Իսկարիոտացին, որ նրան մատնելու էր, ինչու համար այդ յուղը 300 դենարի չծախվեցավ եւ աղքատներին տրվեցավ։ Բայց սա ասեց ոչ թե որովհետև աղքատների համար նրա հոգն էր, այլ որ գող էր եւ քսակը ուներ եւ ընկածը պահում էր։ Հիսուսն էլ ասեց. Թույլ տուր դրան, նա իմ պատանքի օրվան համար էր պահել այդ, որովհետև աղքատներին միշտ ձեզ հետ ունեիք, բայց ինձ միշտ չունեիք։ Առայժմ միջև այս 8-րդ խոսքը կսերտենք, որքան մեծ հնարավորություն կտրվի այսօր ժամանակի առումով, ամբողջ խնդիրը կայանում է սրանում, որ Հովաննու ավետարանի 12 գլխի առաջին խոսքում շատ հստակ նշված է Հիսուսը զատկից 6 օր առաջ եկավ Բեթանիա։ Այս 6 օր առաջ եկավ Բեթանիա խոսում է այն մասին, որ ըստ հրեական օրացույցի, որ զատիկը պետք է տեղի ունենար առաջին ամիսը դա Նիսան ամիսն էր 14-ին, ուրեմն եթե մենք 6 օր առաջ ենք ասում, դա նշանակում է, որ Նիսան ամսի 8-ին էր, որտեղ Հիսուսը եկավ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսն էր։ Եվ ահա մենք այս հատվածում տեսնում ենք, որ նրա պատվին կարծես հացկերույթ եղավ, բայց մինչ այս մանրամասնությունների մեջ գնալը Մարկոս ավետարանի 14-ի 3-ում մենք կարդում ենք. «Եվ երբ որ Բեթանիա էր Սիմոն Բորոտի տան սեղան նստած, մի կին եկավ, որ մի շիշ ազնիվ թանկագին նարդոսի յուղ ուներ, եւ շիշը կոտրեց նրա գլխի վրա թափեց, բայց կային ոմանք, որ իրանց մեջ դժվարացան ասելով. Ինչու համար եղավ յուղի այդ կորուստը»։ Այստեղ լսում ենք երբ որ, իսկ այստեղ մենք կարդում ենք, որ Հիսուսը զատկից 6 օր առաջ եկավ Բեթանիա։ Երբ որ բառը արդեն իսկ հուշում է, որ մի բան պիտի տեղի ունենար այդտեղ, եւ շարունակությունը Մարկոս ավետարանիչը կարծես ընդգծված ձևով ներկայացնում է այս կնոջ արարքը, Մարիամի արարքը։ Եվ երբ որ Հիսուսը Բեթանիա էր Սիմոն Բորոտի տանը, Հովաննու ավետարանի մեջ մենք չենք տեսնում, որ Հովանեսը նկարագրել, որտեղ Հիսուսը որտեղ է ընթրիքն անում։ Բայց այստեղ արդեն ասում է, որ երբ որ Հիսուսը Բեթանիա էր Սիմոն Բորոտի տանը, նրա մոտ մի կին եկավ, որ մի շիշ ծանրագին յուղ ուներ եւ նրա գլխի վրա թափեց, երբ որ նա սեղան նստած էր։ Բեթանիա գալը Տեր Հիսուսի կողմից հենց այնպես պատահական չէր։ Մտերիմներ ուներ Բեթանիայում, մասնավորապես Մարիամը, Մարթան, Ղազարոսը, եւ ինչու՞ չէ, նաեւ Սիմոն Բորոտն էլ հենց ինքն էլ Բեթանիայից էր, որը բժշկվել էր, եւ հասկացվում է, որ իր բժշկվելու հետ կապված մի տեսակ Տեր Հիսուսին իր տուն էր հրավիրել եւ ընթրիք էր կազմակերպել։ Եվ այդ ընթրիքի կազմակերպումը Բեթանիայում մի դեպքում մենք այստեղ տեսնում ենք, որ հետագայում մենք ինչպես կնկատենք, որ Մարթան ծառայում էր, Հովաննու 12-րդ գլխում կարդում են, եւ այնտեղ հասկերություն արին նրա համար, եւ Մարթան ծառայում էր։ Եվ Ղազարոսը նրա հետ սեղան նստողներից մեկն էր։ Հրավիրվածների մեջ էին նաեւ եւ Մարթան, հրավիրվածների մեջ էր նաեւ Ղազարոսը, որին Տերը մեռելներից հարություն էր տվել։ Ով էր հրավիրել այդ ընթրիքին, կարելի է ընդհանրապես հասկանալ, որ քանի որ Սիմոնը ինքը շատ լավ Մարիամին ճանաչում էր,
եւ նույնիսկ իր մտքում էլ հետագայում մենք կարդում ենք, որ այդ կնոջ արածից ելնելով ինքն իր սրտում իր մտքում դատում էր կարծես տիրոջը, որ ինքը եթե մարգարե լիներ, պիտի իմանար, որ այդ կինը ինչ վարքի դեր էր, հասկացում է, որ Տեր Հիսուսի նախաձեռնությամբ է, որ Մարթան եւ Ղազարոսն այդտեղ են եւ ահա Մայրամը ներխուժում է կարծես Սիմոնի տուն։ Բոլոր Սիմոնի առողջացման հետ կապված մենք տեսնում ենք, որ մի հացկերույթ է կազմակերպված եւ Տեր Հիսուսին հրավիրել են։ Նշեմ, որ այս Բորոն Սիմոնը, որը ինքն էլ մեծահարուստ անձնավորություն էր, միաժամանակ պիտի ասենք, որ Մարիամը, Մարթան եւ Ղազարոսը ոչ պակաս հարուստ էին, այսինքն Ես թեկուզ են փաստը, որ Մարիամն իր ծանրագին այդ յուղն ուներ, դա խոսում են մասին, որ իրենց ընտանիքում է կարծես թե նյութապես որևէ խնդիր չունեին եւ բավարարված էին։ Մարթան ծառայություն է անում։ Շատ հետաքրքիր է, որ այստեղ էլ կին անգամ իր դերի մեջ է։ Ինչպես որ մենք Մարթայի մասին լսում ենք այն պարագայում, երբ որ Տեր Հիսուսը խոսում էր իրենց տանը, Մարիամը ոտքերի մոտ նստած լսում էր Տեր Հիսուսին, իսկ Մարթան ծառայություն էր անում։ Այս կնոջ ծառայություն անելու այդ ջիղը իհարկե ինչ որ իմաստով գովելի է, սակայն գովելի չէր այնքանով, որքանով որ կարևորը երկրորդականից չէր զանազանել։ Եվ այստեղ մենք տեսնում ենք այս կինը շատ աշխուժ է եւ այդտեղ օգտակար է լինում նաեւ սեղաններին սպասավորելու։ Շատ կարևոր է նաեւ այն հանգամանքը, որ սեղանակիցների մեջ է նաեւ Ղազարոսը, որին Տերը մեռելներից հարություն էր տվել։ Առաջին հայացքից կարելի է մտածել, որ ինչ կարիք կար, որ Ղազարոսը լիներ այդտեղ։ Մենք եթե հիշում եք, ասացինք նախորդ անգամ, որ երբ որ Հիսուսը ասեց Ղազարոս դուրս արի, նա վարշամակով պատած ամբողջովին, ասենք, այդ պատանքով պատված ինքը դուրս եկավ գերեզմանից, այսինքն հրաշքով ինքը կարծես դուրս բերվեց գերեզմանից, կարելի է ասել ոչ թե դուրս եկավ, որովհետև ինքը դուրս չեկավ, այլ Սուրբ Հոգին իրան դուրս բերեց գերեզմանից եւ երբ որ Տերն ասեց արձակեցեք դրան թող գնա, նախորդ անգամ հիշեցրեցի, որ Աստվածային իր զորությունը Տերը ցույց տալով մտերմության նշույլ ցույց չտվեց Ղազարոսի նկատմամբ։ Ոչ մոտենալ, ոչ ողջագուրվել նրան եւ այլն, որովհետեւ այստեղ սենտիմենտալ մարդկային խնդիրն արդեն մեջտեղից դուրս էր։ Եվ այստեղ մենք տեսնում ենք այնուամենայնիվ Ղազարոսին, որին ինքը շատ էր սիրում Տերը, նույնիսկ գերեզմանոցի մոտ էլ ինքը լաց էր եղել, շատ շատերը գալիս էին հենց միայն նաև այդ ընթրիքին, լսել էին, որ Տեր Հիսուսը Սիմոն Բորոդի տանն է, լսել էին միաժամանակ, որ Ղազարոսն էլ այնտեղ է, որ գային իրեն հարություն առած տեսնեին։ Սա մի կենդանի ապացույց էր Աստծո հրաշագործ ներգործության, որ 4 օրյա մեռելին Տերը հարություն էր տվել եւ կենդանացրել էր գերեզմանից դուրս էր բերել եւ սա չլսված իրողություն էր, որ նման բան լիներ եւ այդ խնջույքի ժամանակ նաև Ղազարոսը ներկա էր եւ շատերը գալիս էին նրան տեսնելու։ Այս կնոջ մասին մենք շատ ենք խոսել, նախորդ անգամ էլ խոսել ենք այդ մասին։ Միաժամանակ այս ամենը ինչը որ այս կնոջ կողմից արվել էր, շատերի կողմից եւ Սիմոնի կողմից ուրիշ գնահատականի արժանացավ, Սիմոնի բոլորովին չհետաքրքրեց, թե այդ յուղի գինն ինչ գին կլիներ։ Սիմոնին հետաքրող է այդ կնոջ վարքագիծն էր, նրա անունն է, աշակերտներն էլ Հուդայի նման նույն խոսքն էին ասում, որ ծանրագին այդ յուղը կարող էր վաճառվել։ Ինչ վերաբերում է Մարիամի արածին, որ Տերն ասեց, որ թող տվեք դրան, որովհետև նա իմ պատանքի համար այդպես վարվեց, շատերը ուշադրություն չեն դարձնում սրա վրա, որ որտեղից պիտի այդ կինը իմանար, որ Տեր Հիսուսը պիտի խաչվի, ընդ որում մենք կարդում ենք, որ լաց էր լինում, ետևին նարված նրա ոտքերն էր, արջևից չէ նույնիսկ, ինչպես շատերն են կարծում, թե արջևից էր ինքը յուղով ոցում ոտքերը եւ իր մազերը հերարցակ դրանով մաքրում էր։ Որոշները ասում են, տեսեք, հերարցակ վիճակում Տեր Հիսուսին երկրպագում է, իսկ դուք ասում եք գլխաշոր դրեք, ոչ, ես նման մեկնությունը ես տեղին չեմ համարում, արդարացնելու համար, թե իբր Մարիամը հերարցակ ոտքերը սրբելով Հիսուսի, իր արցունքներով, այդ յուղով օծելով եւ այլն, դա նշանակում է, որ կարելի է իր ոտքերն ընկնել եւ հերարցակ վիճակում այդպես երկրպագել իրեն։ Ես կարող եմ ավելին ասել,
այս կնոջ տվյալ արարքը տեսքը առանց գլխաշորի, որը հрьяաների մեջ նույնիսկ ընդունված չէր, արդեն իսկ խոսում էր այն մասին, որ Մարիամը իր մեջ խորը վիշտ էր ապրում, մեծ ցավ էր ապրում, իսկ մեծ ցավ եւ վիշտ ապրելու դեպքում այո գլխաշորը չէ, ես չգիտեմ շորերը կարելի էր պատառել։ Հարցը խնդիրը սա չի, այլ նա է, որ ինքը արեց մի բան, որի մասին ինքը տեղյակ էր, կոնկրետ ինչից էր տեղյակ։ Ես համոզված եմ, որ քանի որ Տեր Հիսուս Քրիստոսը մտերիմ էր Մարիամի, Մարթայի եւ Ղազարոսի ընտանիքի այդ անդամներին, մանրամասնորեն տեղեկացրել էր խորհուրդը իր աշխարհ գալու եւ նաեւ խաչելության մասին։ Եվ ունեմ հաստատ համոզմունք դրանում նաեւ այն առումով, որ այս կինը իր սրտի մեջ էր պահում Տեր Հիսուսի ամեն մի խոսքերը եւ դրանք առակներ չէր համարում, ինչպես կարող էր Մարթան ականջի պոչով լսել եւ սպասավորություն անել Տեր Հիսուսին եւ դեռ բողոքել, որ Մարիամը ինչի չի իրեն օգնում։ Այլ Մարիամը այդ ժամանակ Տեր Հիսուս Քրիստոսից մանրամասնորեն լսել է այն իրողությունները, որ իրեն սպասում են, որ Երուսաղեմում պիտի իրեն խաչեն եւ ինքը պիտի դրվի գերեզման եւ պիտի հարություն առնի։ Այս կինն իր սրտում պահում էր եւ ահա քանի որ արդեն տեղյակ էր, համոզված եմ ասում, որ ինքը արդեն վերջին շաբաթն է Տեր Հիսուս Քրիստոսի ընթացքի եւ ինքը ճանապարհվելու է դրանից հետո դեպի Երուսաղեմ եւ այնտեղ ինչ է իրեն սպասելու, այս կնոջ սրտում վառ էր մնացել դեռևս այն զգացումներն ու ապրումները, որ Հիսուս Քրիստոսի նկատմամբ ինքը տածում էր։ Եվ ահա ինքը Մարիամ Ղազարոս մի կողմ դրած, Սիմոն Բորոտ մի կողմ դրած ապրում էր Տեր Հիսուս Քրիստոսի գալիք խաչելության եւ տառապանքների ցավով։ Այդ մեծ վիշտը, այդ մեծ ցավն էր, որ այս կնոջը բերել էր այդտեղ եւ ինքը կարելի ասել ներխուժել էր եւ կատարել էր մի բան, որ Տեր Հիսուսը նրան ասեց, նրա արածի վերաբերյալ ասեց, որ այս կնոջ արածն էլ կպատմվի ամենուր, ուր որ ավետարանը քարոզում։ Եվ մենք 4 ավետարանների մեջ էլ այդ մասին տեղեկանում ենք։ Եվ այնուհետև մենք շատ հետաքրքիր է, որ Մարկոս 14-ի 3-ում նշված է գեղեցիկ այս տողը, որը մենք ուրիշ տեղեր չենք հանդիպում, բայց ոչ պակաս ասենք կարևոր իրադարձություն է եւ նշվածը ասենք ինձ շատ է ուրախացնում, Սուրբ Հոգին պատահական բառերով չի գրում ավետարանը եւ ուզում է որ մենք ուշադրություն դարձնենք դրա վրա։ Եվ ահա լսում ենք այդ մասին, ուրեմն Մատթեոս 26-ի 7-ում, Մատթեոս 26-ի 7-ը նորից լսենք, որովհետեւ այստեղ մենք էլի բան ունենք հասկանալու։ Մի շիշ ծանրագին յուղտ ուներ եւ նրա գլխի վրա թափեց, երբ որ նա սեղան նստած էր։ Իսկ 14-ի 3-ում մենք կարդում ենք, որ Մարկոս ավետանին մի կին եկավ, որ մի շիշ ազնիվ թանկագին նարդոսի յուղ ուներ, շիշը կոտրեց, նրա գլխին թափեց։ Իմիջիալոց ասեմ, որ ուրիշ այլ թարգմանություններում բավականին լավ նկարագրված, դրանից հետո ասում է, որ ամբողջ տունը անուշ բուրմունքով լցվեց։ Կարելի ասել, որ այդ բուրմունքը շատ ավելի ընդգծեց Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությունը, քան որ Սիմոնը կարող էր ճոխ սեղաններ գցած լիներ։ Ուրեմն այս կնոջ արածը իր երկրպագության հետ միասին Տեր Հիսուսի առջև որ եկավ, շատ ավելի մեծ էր, քան Բորոտ Սիմոնի արածը, որ իր տուն հրավիրեց։ Այո, որոշները մտածում են, որ հնարավոր է իրենց մարդկային մտքով անցածն ավելի գնահատելի լինի Տիրոջը, սակայն Տերը բոլորովին էլ դրան ուշադրություն չդարձնի, որովհետև Տերն ասեց, որ այս կինը ավելի շատ սիրեց, եւ որովհետև ինքը առակով էլ խոսեց եւ Սիմոնը շատ պարզ ասեց, որ ում որ շատ շնորհվեց, բնականաբար նա շատ կսիրի եւ Տերը ասեց, որ այս կինը, որ հիմա այս ամենը արավ, նրա շատ մեղքերը արդեն ներված են, որովհետև ով ավելի խորքային մեղքի խորը գիտակցություն ունի, եւ ինքը Աստծո առջև գալիս է իր մեղավորության մինչև հատակը եղած իր այսպես այդ բառը չասեմ ամբողջովին ավերված, կոտրված, փչացած, չգիտեմ, անպիտան մեկը իրան տեսնելով, այդպիսի անձնավորությունները շատ ավելի են գնահատում Տեր Հիսուս Քրիստոսին եւ պատահական չեմ ես ասում այդ խոսքերը, օրինակ որոշներն ինձ ասում են կամայով Այսինչ եկեղեցուց, այնինչ եկեղեցուց, այսինչ եկեղեցուց ուզում են մեր հետ հաղորդակցվել, գան մեզ լսեն եւ այլն։ Ես ասում եմ, գիտեք, ինձ համար իրենց հետ աշխատելն ավելի ծանր կլինի, քան մի հատ անառակի կամ գողի եւ ավազակի հետ։
Ինչու համար, որովհետև նրանք թերևս իրենց կյանքում շատ լավ գիտեն ովքեր են, բայց ահա այս անձիկ արդեն ինչ որ բազիս ունեն եւ կարծում են թե ունեն եւ հիմա ինձ մեծ ջանք ու աշխատանք է պետք, որպեսզի ես կարողանամ իրենց բերել են հարթության մեջ, որ Քրիստոսի աշակերտներին է հարիր։ Իսկ եթե իսկապես գտնվեն մարդիկ, որոնք այնուամենայնիվ ծարավ են եղել եւ իրենց հարանվանություններում չեն կարողացել այդ ծարավը հագեցնել, սա ես կարողանում եմ հասկանալ, բայց ցավոք սրտի բավականին դժվար է լինում այն մարդկանց հետ աշխատել, որոնք տարիների ինչ որ կարծեցյալ հոգևոր հասակ ունեն եւ երբ որ զրուցում ենք իրենց հետ հասկացում է, որ ինչ որ մի բան տեղում չպետք է ճշտել կամ շտկել, շատերը դժվարանում են այս առումով։ Եվ ահա մենք ինչպես քիչ առաջ ասացինք, աշակերտներից էլ այդ միտքն արտահայտեցին անմիջապես, բայց հատկապես շեշտված է Հուդայի անունը։ Հատկապես շեշտված է Հուդայի անունը եւ ասես նրա աշակերտներից մեկը։ Հուդա Սիմոնյան Իսկարիոտացին, որ նրան մատնելու էր, ինչու համար այդ յուղը 300 դենարիչ ծախվեցավ եւ աղքատներին տրվեցավ։ Այն որ աշակերտներն էլ էին այդ խոսքը դրանից առաջ ասել, հասկացվում է, որ դրա հեղինակը եղել է հենց Հուդան։ Կարծես թե իր աշակերտների շրջանում Հուդան հաջողեցրեց շատ արագ ասել, որ մի բան է տեղի ունենում, որ արագ պիտի կանխել այդ գործողությունը, որովհետև այսպիսի նպատակին ծառայեցնելը դա շատ ավելի լավ է, բայց սա ասեց ոչ թե որովհետև աղքատների համար նրա հոգն էր, այլ որ գող էր եւ քսակ ուներ եւ ընկածը պահում էր։ Իմիջիայլոց այս 6-րդ խոսքի մեջ, որ գող էր եւ քսակ ուներ եւ ընկածը պահում էր, ուրիշ թարգմանություններում ավելի բնագրային իր իմաստով սա է, որ գանձանակի կամ այդ քսակի մեջ ընկածից ինքը տանում էր, ոչ թե պահում էր, այլ սեփականացնում էր, տանում էր։ Քանի որ գող արտահայտությունը ինքը հուշում է, որ ինչ որ մի բան այնտեղից պետք է ինքը տարած լիներ։ Մատթեոս 26:8-ում նույնպես լսում ենք այդ մասին, եւ նրա աշակերտներն էլ տեսնելով նեղացան եւ ասեցին, տեսեք, աշակերտներն էլ տեսնելով նեղացան եւ ասեցին, ինչու եղավ այդ կորուստը, որովհետեւ կարող էր այդ յուղը շատի ծախվել եւ աղքատներին տրվել։ Հիսուսն էլ իմանալով ասեց նրանց, ինչու եք այդ կնոջը նեղություն տալիս, որ դա մի բարի բան գործեց ինձ վրա, որովհետև աղքատներն ամեն ժամանակ ունիք ձեզ հետ, բայց ինձ միշտ ձեզ հետ չունիք։ Դա այդ յուղն իմ մարմնի վրա թափելով իմ թաղվելու մասին արավ, բայց ճշմարիտ ասում եմ ձեզ, ուր որ այդ բոլոր աշխարհի մեջ այս ավետարանը քարոզվի, խոսվի նա էլ, որ դա արավ դրա հիշատակի համար։ Եվ դարձյալ մենք շարունակության մեջ արդեն լսում ենք Մատթեոս ավետարանի 26-ում, որ այս խոսքերից հետո կարծես քրոնոլոգիապես 14-րդ խոսքում ասում է այն ժամանակ 12-ից մեկը, որ Հուդա Իսկարիոտացի էր ասվում, գնաց քահանայապետների մոտ եւ ասեց. պետք է մտածել հետեւյալ, նախ ժամանակագրությունն ասեմ, որ Հովանու ավետարանում այս զատկից 6 օր առաջ, որ Տեր Հիսուսը եկավ Բեթանիա, Ղազարոսը արդեն համարյա 1 ամիս է որ հարություն էր առել։ Այսինքն մեռելներից կենդանացել էր։ Իսկ երբ որ մենք այստեղ հաջորդաբար ենք հանդիպում, որ իբր այս խնջույքից հետո, այս ընթրիքից հետո Հուդան գնաց, այդպես չէ, որ միանգամից վեր կացավ եւ սեղանից վեր կացավ եւ գնաց, որպեսզի Տեր Հիսուսին մատնի։ Մենք հասկանում ենք, որ մյուս ավետարանիչները մի փոքր ավելի մանրամասնելով մեզ ներկայացնում են, թե կոնկրետ ինչպես է տեղի ունեցել Հուդայի կողմից Տեր Հիսուսին մատնելը։ Իմիջիալոց սա էլ շեշտեմ, որ շատ քարոզիչներ առանց խորը հասկանալու, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել այս ընթրիքի ժամանակ, այս ընթրիքը շփոթում են նույնիսկ վերջին ընթրիքի հետ։ Իհարկե սա տեղին չի այդպես մեկնելը, չնայած որ որոշ ավետարանը շատ այդպես ճագերտավոր շատ լավ մեկնողները փորձում են իբր թե զուգահեռներ գտնել։ Սա չի կարող լինել վերջին ընթրիքը, որովհետև մենք այստեղ տեսնում ենք անուններ, որոնք ներկա են, իսկ այնտեղ Տերը միայն իր աշակերտների հետ է եղել։ Եվ չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր ուզում են անպայման այս խնջույքի մասնակիցներին տերունական ընթրիքին մասնակից անել։ Այսպիսի փորձեր արվում են եւ ցավոք սրտի դրանք էվրիկաների նման են հնչում եւ որոշները շատ հավեսով այդպես ընդունում են դրանք ճշմարտության հետ ոչ մի աղերս չունեն։ Այս հատվածից մենք սովորում ու հասկանում ենք մի կարևոր բան, որ եթե մեր մտքով անցել է, որ իբր ինչ որ մի բան մենք ճիշտ ենք անում եւ կարելի է դա անել, որովհետեւ Աստծո համար ենք անում,
եւ առանց Աստծո հետ հաղորդ լինելու եւ նրա կամքը հասկանալու թե կոնկրետ տվյալ պարագայում մենք ինչ պիտի անենք, մեր ամենալավը որ փորձելու ենք անել Աստծո առաջին գեշը երևալու։ Դրա համար մենք պետք է միշտ ուշադրություն դարձնենք առաջինը մեր սրտերին, թե մենք մեր սրտերում ինչ ունենք, ինչպես ենք ուզում դա Տիրոջ առջև բերել եւ արդյոք դա համապատասխանում է իր կամքին եւ իր փառքի համար է լինում։ Սրանք կարեւոր բաներ են, որովհետեւ ես այսօր նկատում եմ, որ անկեղծ շատ մարդիկ կան, որոնք իրենց անկեղծ մղումների մեջ քայլեր են ձեռնարկել, անգամ մարդիկ են եղել, որ շատ մեծ ունեցվածքներ են վաճառել, ինչպես Բարնաբասը եւ այլն, եւ հանձնել եկեղեցու բյուջեին եւ այլն, տարիներ հետո անտեսված են մնացել եւ հիշել են, թե ինչեր են արած եղել, բայց ինչի իրենց չեն հիշում։ Սիրեներ, այսպիսի հաշվարկային, մարմնավոր, շնչավոր ընթացքով Տիրոջը ծառայելը մեկ օր իր վատ հետևանքը ունենալու է, եթե դու ֆունդամենտալ առումով չես հասկացել ինչ է նշանակում Քրիստոսի աշակերտ լինել, որ երբ որ դու տալիս ես մի բան, երբ որ մի բան էլ Աստծո փառքի համար ես անում, դա անում ես անվարձահատույց, առանց մտածելու, որ դրա դիմաց դու պիտի հատուցում ունենաս։ Եվ միաժամանակ պետք է հիշենք, որ այս կինը արեց այն ամենը, ինչը որ կարող էր, ինչը որ ինքը ուներ։ Եվ այդ ունեցվածքը ինքը ամբողջովին բերեց Տիրոջ ոտքերի մոտ։ Եվ պատահական չենք համարում նաև, որ Տեր Հիսուսը նաև ասում է այդ մասին, որ նրա այս արածը կպատմվի բոլոր ավետարաններում, այն ավետարաններում, որոնք հետագայում պետք է գրվեին։ Մյուս հատվածը, որ այստեղ նկատում ենք, շատ կարևոր է, որ սա էլ հասկանանք, որ հրեաներից շատերը իմանալով կրին հիշեցնենք, որ Ղազարոսն էլ է այդտեղ, որովհետև կարդում ենք այդ մասին, որ հրեաները շատ ժողովուրդ գիտած թե նա այնտեղ է եւ եկան ոչ թե միայն Հիսուսի համար, այլ որ Ղազարոսին էլ տեսնեն, որին մեռելներից հարություն տվավ։ Քահանայապետներն էլ խորհուրդ արին, որ Ղազարոսին էլ սպանեն, որովհետև հրեաներից շատերը նրա պատճառով գնում էին եւ հավատում էին Հիսուսին։ Ապա տեսեք, հրաշք էր տեղի ունեցել, մեռելներից հարություն էր առել մարդը, եւ այդ լուրը տարածվել էր ամբողջ Բեթանիայով Հրեաստանով մեկ եւ հրեաներից շատերը գալիս էին որպեսզի Ղազարոսին տեսնեն եւ կարելի ասել որ այս этаպում Ղազարոսի Տեր Հիսուսի հետ լինելը Ղազարոսի համար խիստ պահանջված ու կարեւոր էր նա մենակ եթե մնար բավական ծանր ու դժվար կլներ չեմ ուզում ավանդություններին անդրադառնալ բայց կա այդպիսի նաեւ պատում որ Ղազարոսին իսկապես եթե փնտրում էին որ սպանեն ապա նույնիսկ Տեր Հիսուսի համբարձվելուց հետո Ղազարոսը ինքը պետք է որ միայնակ կյանք ապրել կամ մենաստան գնալ որոշների կարծիքով Կիպրոս է գնացել այնտեղ կղզի էր այնտեղ հնարավոր էր մի տեսակ աքսորավայր համարվել իր ետևից ոչ մեկ էլ չէր գա չէին հիշի իրեն եւ այլն եւ ասպարեզից ինքն իրան դուրս էր բերել եւ կարելի ասել մենակյացության մեջ այնտեղ ապրել եւ իր հոգին ավանդել Տիրոջը Սրանք իհարկե ավանդություններ, բայց ասենք այստեղ մենք տեսնում ենք, որ քահանայապետները խորհուրդ են արել, որ իսկապես Ղազարոսին էլ սպանեն։ Նշանակում է Ղազարոսի կյանքը վտանգված էր, եւ Ղազարոսի Տեր Հիսուսի հետ լինելու այս պարագան մենք արդեն պատճառաբանված ենք տեսնում, հիմնավորված ենք տեսնում։ Այնուհետև մենք կարդում ենք այդ մասին, որ այս ամեն դեպքից հետո հետեւյալ օրը, երբ որ մենք արդեն տեսնում ենք, որ այս խնջույքը ավարտվել էր եւ Հետևյալ օրը Տեր Հիսուս Քրիստոսը պետք է հանդիսավոր արդեն մուտք գործեր Երուսաղեմ։ Նրա հետևյալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տոնին, երբ որ լսեցին, թե Հիսուսը գալիս է Երուսաղեմ, արմավի ծառերի ճղեր առան եւ դուրս գնացին նրա առաջին, աղաղակում էին Օվսաննա, օրհնյալ է նա, որ Տիրոջ անունով է գալիս է, Իսրայելի թագավորը։ Մենք միշտ այս հատվածը, երբ որ լսում ենք, մենք միշտ պատկերացնում ենք, որ Տեր Հիսուսը Իշու եւ Իշու ավանակի վրա նստած դրան էլ մենք անդրադառնանք թերևս այդ ժամանակ է որ ինչպես ֆիլմերում են նկարել ինչպես նկարներում այդ ժամանակ է որ Օվսանա են ասում եւ այն բայց բարձում է որ ոչ նույնիսկ մինչեւ ասենք այդ Իշու ավանակի կամ Իշի վրա նստած լինելու փաստը արձանագրելը արդեն իսկ հետեւյալ օրը շատ ժողովուրդ որ եկել էին տոնին երբ որ լսեցին թե Հիսուսը գալիս է Երուսաղեմ Արմավի ծառերի ճղեր առան եւ դուրս գնացին նրա առաջին աղաղակում էին Օվսաննա օրհնյալ է նա որ Տիրոջ անունով գալիս է Իսրայելի թագավորը արդեն սա ընդունում էին ժողովուրդը որ
վերջապես այն որ Տերը արավ Ղազարոսին մեռելներից հարություն տվավ, այս կարևորագույն փաստը կարծես թե հрьяաների մեջ բերել էր այն գիտակցման, որ իրապես հենց ինքն է Իսրայելի թագավորը, ինքն է Մեսիան եւ բոլորը ողջունում են Տեր Հիսուս Քրիստոսին։ Այս նշանը, որ իրենք տեսել են, սա բավականին կարևոր էր իրենց համար եւ դա համոզիչ էր դարձել կարծես։ Եվ Հիսուսը մի ավանակ գտավ եւ նրա վրա նստեց, ինչպես գրված է, թե մի վախենար Սիոնի աղջիկ, ահա քո թագավորը գալիս է Էշի ավանակի վրա նստած եւ նրա աշակերտներ առաջ չիմացան այս բաները, բայց երբ որ Հիսուսը փառավորվեցավ, այն ժամանակ հիշեցին, թե այս նրա համար էր գրված եւ այն բանը արին նրա հետ։ Մենք մասին իհարկե Աստծո խոսքից կարդում ենք, որ մարգարեությունների մեջ Տեր Հիսուսի վերաբերյալ այս իրողությունն էր, որ մարգարեաբար կատարվել էր, սակայն եկեք նորից անդրադառնանք մյուս ավետարաններին եւ փորձենք ճշտել ու հասկանալ այս հաջորդականությունը։ Ուրեմն շատ մարդիկ են գալիս, այդ տոնին բնականաբար շատ մարդիկ գալիս են, բայց հատկապես խիստ կարևոր է, որ այդ մարդկանց փափագն արդեն Տեր Հիսուսին տեսնելն էր։ Դա մի հրաշք էր, որ մեռելներից իրոք մարդ էր հարություն առել եւ այս լուրը բավական հեռուներն էր գնացել։ Ընդհանրապես արմավի ճյուղեր առնելը եւ դուրս գալ աղաղակելով Ովսանա, Ովսանա ասել Տիրոջ անունով եկողին Իսրայելի թագավորին, այսպես վայել է եղել իսկապես թագավորներին դիմավորելը։ Արմավի ճյուղեր բարձրացնելու խորհուրդն է եղել հաղթանակի եւ հաղթության։ Եվ ահա ժողովրդի մեջ այն մեծ հավատքը կար, որ Մեսիան վերջապես եկել է եւ իրենց հաղթանակը շնորհելու։ Իրենց հենց այդպեսին էր պետք, այդպիսի պատկերացում ունեին, որ շուտով Իսրայելին կազատի հռոմեացիներից եւ իրենք երկրի վրա կունենան շատ ավելի երջանիկ եւ ուրախ ասենք տարիներ եւ օրեր ի տարբերություն այն ստրկական վիճակի, որ ունեին այդ ժամանակ։ Նույն ձևով մենք Մատթեոս 21-ի մեջ ենք մենք կարդում արդեն դա, տեսեք, մենք անընդհատ հետ ու առաջ ենք անելու եւ փորձելու ենք հասկանալ, թե իսկապես ինչու է այսպես շարադրված, որ շատ անգամներ մենք փորձում ենք հաջորդաբար ընթերցելով մտածել, թե հենց այդպես էլ կա, ոչ, Սուրբ Հոգին շարադրել է ինչպես ինքն է կամեցել։ Տեր Հիսուսը Մատթեոս 21-ում կարդում ենք. Եվ երբ որ Երուսաղեմ մոտեցան եւ Բեթփագե եկան Ձիթենաց սարի մոտ, այն ժամանակ Հիսուսը երկու աշակերտ ուղարկեց եւ ասեց նրանց. Գնացեք այդ գյուղը, որ ձեր առաջն է, եւ շուտով այնտեղ մի էշ կգտնեք, կապած եւ մի ավանակ նրա հետ, արձակեցեք, բերեք ինձ մոտ։ Մենք տեսնում ենք, որ էշը եւ ավանակը միասին պետք է բերվեն, եւ եթե մեկը բան ասեցես, ասեցեք, թե նրանք Տիրոջը պետք են։ Եվ նա շուտով կուղարկե նրանց, բայց այս ամենը եղավ, որ կատարվի մարգարեի ձեռով խոսվածը, որ ասում է. ես իհարկե հղումները ժամանակի առումով չեմ ուզում ներկայացնել հին ուխտի այդ բոլոր հղումները, որ այստեղ մեջ բերված են, որովհետև մեր նպատակը խրոնոլոգիան վերջի շաբաթի Տիրոջ հասկանալն է ընդամենը։ Ասեցեք Սիոնի աղջկանը, ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս, հեզ եւ էշն ու ավանակի քորակը հեծած։ Եվ աշակերտներն էլ գնացին եւ անին ինչպես որ Հիսուսը հրամայեց նրանց։ Էշը եւ ավանակը բերին եւ իրանց հանդերձները նրանց վրա գցեցին։ Եվ նա նրանց վրա նստեց։ Եվ խիստ շատ ժողովուրդներ իրանց հանդերձները ճանապարհի վրա փռեցին, ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում եւ ճանապարհումը փռում։ Եվ առաջից եւ ետևից գնացող ժողովուրդները աղաղակում էին եւ ասում. Ովսաննա Դավթի որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Ովսաննա բարձունքներումը։ Ուրեմն մենք այստեղ ինչ ենք նկատում, որ Էշը եւ իր ավանակը, ինչու համար Էշը եւ ավանակը միասին վերցվեց եւ գրված է հանդերձները իրենց դրեցին թե Էշի վրա եւ թե ավանակի։ Բանն այն է, որ Էշը առանց ավանակի կարծես, ընդ որում ուրիշտեղ գրված է, որ ոչ մեկը դեռ չէր եկել այդ Էշը, իսկ դու գիտեք, որ հին ուխտում թագավորները ընդհանրապես սպիտակ Էշի վրա նստած էին ընդհանրապես ներկայանալի դառնում ամբողջ ժողովրդին։ Եվ ավանակն էլ խիստ կարևոր էր, որ Էշի հետ միասին գա։ Այդ ժամանակ պատվավորները կարգերով, ձերով եւ այնով էին պարզենում եւ իրենք հռչակավոր էին համարում ինչպես զորքերի գլխավոր հրամանատարը, որը մարտադաշտում մեծ հաղթանակ էր տոնել Հռոմում, նա տրիումֆով մտնում էր Հռոմ։ Արջևի այն տրաֆեներն էին տանում, այն բոլոր ավարն էին տանում, թշնամուց վերցված բոլոր դրոշակներն էին տանում, չգիտեմ, բոլոր ավարը Եվ ետևից գնում էր մեկը, որ անպայման իր հարքի էր արժանացած եւ իրեն պետք է մեծարեին ամբողջ Հռոմում մեկ։ Այս առումով ես ուզում եմ մի սովորություն նշել ձեզ, որ նաեւ անալոգիայով հասկանանք Տեր Հիսուսի արածը։ Բանն այն է, որ եթե Հռոմում որևէ
զորահրամանատար մեծ հաղթանակ էր տարել, կայսրից նա իրավունք էր ստացել այդ օրը համարյա կայսերավայել ապրել, նրա արձանը պիտի կանգնեցվեր եւ այլն, բայց մի հետարքիր էլ բան կար, դափնու պսակ պետք է մեկը պարզեր նրա գլխի վերևը, ինքը պետք է այդ կարգի մեջ ջիու սանձերը ձեռքին մտներ տրիումֆով եւ աջ ու ձախ կողմերը նրան պիտի փառաբանեին, բայց միաժամանակ այս տրիումֆով մտնող այս զորահրամանատարը պետք է ամբողջովին կարմիր ներկված լիներ։ Երեսն ամբողջովին կարմիր պիտի լիներ եւ ինքն ամբողջովին մարմինը պիտի կարմիր ներկված լիներ։ Կհարցնեք ինչի համար էր սա արվում։ Ետևից էլ մեկը դափնու պսակը գլխի վրա, վերևի վրա պահելով պիտի ասեր. հիշիր, որ դու մարդ ես, հիշիր, որ դու մարդ ես։ Այսինքն սա ինչի համար էր արվում, որ հանկարծ կայսրը, որ Հռոմում գնահատվում էր որպես Աստված կամ Աստծո որդի, հանկարծ այս անձնավորության դեմքին շողալով չփայլեր այն մեծ ուրախությունը, որ ինքը հիմա կայսրավայել կամ կայսրին հավասար մի դիրքում է գտնվում, որ չհպարտանար։ Այդ կարմիր ներկելու խորհուրդը դա էր, որ դեմքի վրա նրա հպարտությունը չերևար։ Բայց ահա մենք այստեղ տեսնում ենք, որ շարքային իսրայելացու կամ հրեայի հագուստով մեկը էշի վրա նստած մտնում է Երուսաղեմ եւ նրան սկսում են փառաբանել եւ մեծարել։ Ավելին, երբ որ մենք կարդում ենք, Աստծո խոսքն ասում է, որ երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը մտավ ինքը Երուսաղեմ, գրված է, երբ որ նա Երուսաղեմ մտավ, բոլոր քաղաքը դղրդաց եւ ասեց. սա ով է, եւ ժողովուրդներն ասում էին. սա Հիսուս Մարգարեն է Գալիլեայի Նազարեթիցը։ Ուրեմն այսպիսի ճոխ, այսպիսի հրաշալի ընդունելությունից հետո կարծես ամեն ինչ նորմալ էր ընթանում, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթանակը, որ ինքը պիտի տոներ, դեռ առջևում է։ Ահա մարդկային խղճուկ տրամաբանությունը հուշում է մի բան, որ աչքի տեսածով ինքը մեծարում ու փառաբանում է երևացող իրողությունների մեջ գնահատված մեկին արել էր մեծ գործ, բայց բուն խորությունը թե Աստծո իմաստությունը ինչ էր ենթադրում Տեր Հիսուս Քրիստոսով, որ Աստված իր որդով աշխարհն էր ուզում փրկել եւ հակառակորդի դեմ շուտով մեծ հաղթանակի իրողություն պիտի գրանցվի Երուսաղեմ եւ Տեր Հիսուսը մտնում էր Երուսաղեմ մարգարեություններն իր համար կատարելու եւ հակառակորդին խաչի վրա ուղակի պարտության մատնելու համար իրավամբ միայն այս տոնը կարող էին տոնել նրանք, ովքեր այս մարգարեությունները կարող էին խորը հասկանալ, բայց այս բազմությունը ոչինչ էլ դեռևս չէր հասկանում։ Ավելին, այս Օվսաննա, Օվսաննա ասողները շուտով պիտի նշուր գային եւ արդեն ինչ ասեին, խաչեք դրան, որովհետեւ իրականում մարդն այդպիսին է, երբ որ իր ուզածը, իր ցանկացածը չի ստանում, միշտ պատրաստ է նաև հաջորդ քայլին մերժելու այն անձնավորությունը, որ իր ուզածն ու իր կամքը չի արել, իր ակնկալիքները չեն արդարացել։ Եվ ինչպես լսեցինք, Բեթփագե եկավ Ձիթենաց սարի մոտ, Բեթփագե, սրանք այս փոքր գյուղաքաղաքները շատ մոտ էին նաև Ձիթենաց լեռան շրջակայքում էին, եւ Ձիթենաց լեռան վրա Հիսուսը շատ էր լինում։ Հիշենք, որ նաև ինքը օրհներգելով պիտի սարից իջներ, իսկ ընդհանրապես Զատկին նաև օրհներգել էր վայել լինում եւ Տերը նույնիսկ այդ օրհներգելու կամ երգելու խնդիրն էլ ըստ հրեական օրենքի կարծես դրանք էլ կատարում էր եւ որևէ բան չկար, որ իր կյանքում մարգարեություն եղած լիներ եւ հանկարծ դրանք կիսատ մնացած լինեն։ Ամենը Տեր Հիսուսը կատարում էր։ Ինչ վերաբերում է այդ անձնավորությանը, որը պետք է տրամադրեր Էշի եւ Էշի ավանակը, հասկացվում է, որ Տերը ունեցել է էլի շատ աշակերտներ, որոնք իր 12 աշակերտները չէին ճանաչում։ Եվ մի առիթով ասել են, որ աշակերտները երբ որ եկան ասեցին, մեկին տեսանք, որ դևեր էր հանում արգելեցինք, ասեց, ինչու եք արգելում։ Մի արգելիք, այսինքն աշակերտները աղանդավորության մեջ ընկնելու ռիսկի էին ենթարկված։ Մենք ենք, մեզանից դուրս ոչ մեկը չի կարող։ Մենք քո հետ ենք եւ մեզանից դուրս որևէ մեկը չի կարող անել այն բաները, որ մենք ենք անում։ Այսօր շատերն են իրենց վերապահում ինչ-ինչ պատճառներով մտածել, որ եթե օրինակ հենց այդպես էլ մեծ ահաբեկչությամբ տերորի են ենթարկում հոյուրները իրենց եկեղեցու անդամներին։ Եկեղեցուց դուրս եկար դու կորուստ ես գնում, դու դժոխք ես գնում։ Այն հենց այս մասին էր, որ ես խոսում էի որպես ջերմոցային, այդպես ասած հավատացյալներ, որոնք բնական լույս չունեն
եւ իրենց բնական ջերմությունով չեն ջերմանում, այլ իրենց արհեստական է տրվում ամեն բան։ Եվ այս մարդիկ ահաբեկված ինչ որ մի եկեղեցական սկզբունքներից, կարգերից Քրիստոսի քաղցր բեռն ու լուծը իրանց վրա կրելու փոխարեն կրում են ուրիշ լուծեր եւ ուրիշներին բնականաբար սկսում են նայել ուրիշ աչքերով, այսինքն թեք աչքով, այդպես ծուր աչքով են նայում արդեն ամեն մեկին, ովքեր որ իրենց նման չեն։ Եվ ահա մենք տեսնում ենք, որ այս աշակերտն էլ, այս անձնավորությունն էլ, որ հարցրեց ինչ է կանում, ասեցին, որ վարդապետին պետք է, ինքը միանգամից հասկացավ, հնազանդեց եւ բնականաբար ինքը ենթարկվեց եւ իր ունեցածը ինչը որ պետք է ինքը աներ, ինքը արեց։ Հիմա նա դա ուներ, դա տվեց եւ դա արեց։ Գյուրենացի Սիմոնը կարող էր արտից գալուց հետո հոգնած ժարթված նաև Քրիստոսի խաչը կրել, ոչ պակաս քիչ բան արեց ինքն էլ եւ Քրիստոսի խաչը ինքը օգնեց որպեսզի շարունակեր Քրիստոսը կրել։ Եվ այսպես մենք ավետարանների հաջորդականությունից մենք տեսնում ենք խիստ կարևոր այս դրվագներից հասկանում ենք մի բան, որ այն ինչ որ Աստված մեզանից ակնկալում է, մենք պիտի հասկանանք, թե իսկապես ինչ է ակնկալում մեզանից, որպես Քրիստոսի աշակերտներ մենք պիտի Քրիստոսի եկեղեցու մեջ մեր տեղն ու դիրքը հասկանանք, ճանաչենք Իրանից, իմանանք, թե իսկապես ինչ կոչում ունենք իր մարմնի մեջ եւ համապատասխան տեղում լինելով անենք այն ինչ որ Տերն է ուզում։ Եվ շատ երանելի է այն անձնավորությունը, որը հասկացել է, թե իսկապես ով է ինքը Քրիստոսի անձի, Քրիստոսի եկեղեցու մեջ։ Մեզանից ամեն մեկը իսկապես երանելի կարող է համարել, ով հասկացել է Աստծո կամքն իր համար եւ դրա մեջ ապրում է։ Ես ասում եմ բառացիորեն, եթե Սուրբ Հոգին քո միջից քեզ չի ասել քեզ քո անունով եւ չի ասել թե դու ով ես իր եկեղեցու մեջ, քո կոչման վերաբերյալ ոչինչ չունես լսած Սուրբ Հոգուց, որոշները սա խրթին են համարում, բայց ես նորից եմ կրկնում, դու շատ բան ես տանուլ տալիս, եթե այսօր Սուրբ Հոգին քեզ չի ասում, թե դու ով ես Քրիստոսի եկեղեցու մեջ։ Ես ուրախ եմ, որ ունեմ Աստծուց հայտնություն, թե ով եմ ես եւ ինչ պիտի անեմ, եւ հենց դրա մեջ եմ։ Եվ կոչ եմ անում նաեւ նրանց, ովքեր որ Քրիստոսի աշակերտներ են, նրանք էլ հետամուտ լինեն սրան, ես գիտեմ, որոշները գիտեն իրենց կոչումը եւ դրա մեջ են, փառք Տիրոջը դրա համար, որ Տերից առել են, նրանք ովքեր որ հայտ են ուզում ներկայացնել Քրիստոսի աշակերտներ լինելու, վստահ թող լինեն, որ եթե Սուրբ Հոգով են մկրտվել, ապա այդ Սուրբ Հոգին եկել է նաեւ քո տեղը ցույց տալու եկեղեցուն, ոչ թե որ քո հովիվը պիտի քո տեղը ցույց տա, այլ Սուրբ Հոգին է քո տեղը ցույց տալու։ Եթե այսօր դա չեն նկատում, չեն հասկանում, հոգ չէ, աղոտ կարա Տիրոջը նույն Սուրբ Հոգին քեզ կասի ժամանակը երբ է, կամ էլ եթե իսկապես տվյալ եկեղեցում դու չես կարող դրսևորել այն ինչ որ Տերն է ուզում, որ քո կյանքում ռեալիզացնի, խնդրի Տիրոջը Աստված քեզ ճանապարհ ցույց կտա։ Շարունակենք ուրեմն ավետարանների մեջ դարձյալ տեսնելու թե ինչպիսի հաջորդականությամբ է նշված Տեր Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, լսեցինք, որ ամբողջ Երուսաղեմը դղրդաց եւ շատ շատերն էին նրան փառաբանում, երբ որ ինքը Ձիթենած ծառից արդեն իջնում էր, մենք նաեւ էլի շատ բաներ ենք տեսնում, որ ժողովուրդը ասենք լսելով, իմանալով Տեր Հիսուսի արածների վերաբերյալ փառաբանում էին իրեն, սակայն սա երկուշաբթի օրն է, շաբաթից հետո մենք տեսնում ենք գալիս է արդեն միաշաբթի օրը, այնուհետև երեքշաբթի, չորեքշաբթի, մինչև ասենք մեր հասկացածով ուրբաթ օրը, այս 3 օրվա հատվածում Տեր Հիսուսը դեռևս էլի ինքը այդ մեծ փառաբանությունը Երուսաղեմում ընդունելուց հետո միանգամից չէ որ գնացել է խաչելության, ինչպես ֆիլմերում կամ էլ որոշ քարոզիչներ կարող են ներկայացնել, ոչ, նա ետ է դառնում Բեթանիա։ Եվ մի որոշ ժամանակ նորից մնում է, այսինքն այդ գիշերը էլի մնում է այդտեղ, որովհետև հետագայում մենք նաև տեսնելու ենք մեկ ուրիշ հրաշք, որ Տերը պիտի անի։ Այդ հրաշքը ինչի մասին է։ Այդ հրաշքը այն ծառի մասին է, թզենու, որը պիտի չորանա, երբ որ նորից Երուսաղեմ ինքը պիտի մուտք գործի, ինքը պետք է հրամայի այդ ծառին եւ դա պիտի չորանա, որից մենք էլի դաս պիտի առնենք։ Այսքանից հետո ինչ որ մենք արդեն ներկայացրեցինք, Տեր Հիսուսը այնուամենայնիվ եկավ Երուսաղեմ եւ արդեն Ղուկաս ավետարանի 19-րդ գլխի 41-44-րդ խոսքն ենք լսում, երբ որ դեռևս չէր մտել Երուսաղեմ, այլ Արվարձանում էր գտնվում, Ղուկաս 19-ի 41-44-ում Տեր Հիսուսը արտահայտում է իր զգացումները Երուսաղեմի վերաբերյալ։ Հանրահայտ այն խոսքերը, այն ցավալի խոսքերը, որ Տեր Հիսուսը Երուսաղեմի համար պիտի ասի։
Իմիջիալոց ասեմ, որ 19-րդ գլխում Ղուկաս ավետարանիչը ներկայացնում է, որ Տեր Հիսուսը Երիքովով եկավ եւ մտավ Երուսաղեմ, սակայն Երիքովից գալ եւ Բեթանիայում հանգրվանել Բորոց Սիմոնի տանը եւ հաջորդ օրը նոր շարժվել դեպի Երուսաղեմ Երիքովից գալու, սրանք չեն հակասում իրար։ Պարզապես Ղուկասը Երիքովից գալն է նկարագրում, իսկ Հովհաննես ավետարանում եւ Մատթեոս ավետարանում մենք Բեթանիայում գիշերելու մասին ենք լսում եւ Սիմոն Բորոտանը այդ ընթրիքի պատմությանն ենք տեղեկանում։ Այսպիսով եկեք մի հատ ուշադրություն դարձնենք 19-րդ գլխի 41-րդ խոսքից։ Եվ երբ մոտեցավ, տեսավ քաղաքը, լացավ նրա վրա եւ ասեց. «Եթե դու էլ իմանայիր գոնե այս օրվա օրը քո խաղաղության մասին, բայց հիմա ծածկվեցավ քո աչքերիցը, որովհետև օրեր կգան քեզ վրա եւ քո թշնամիները 4 կողմովդ պատնեշ կպատեն եւ կպաշարեն քեզ եւ ամեն կողմից քեզ կնեղացնեն եւ հիմնահատակ կանեն քեզ եւ քո որդիկն էլ քո միջումը եւ չեն թողիլ քո միջումը քարի վրա, փոխանակ որ չճանաչեցիր քեզ այցելելու ժամանակը»։ Սերներ, այս վերջին խոսքը, որ Տերն ասում է, որ փոխանակ որ չճանաչեցիր քեզ այցելելու ժամանակը իմ եւ քո համար խիստ կարեւոր է։ Որոշները ասում են, թե ժամանակները մեզ պետք չէ իմանալ, ժամանակները մեզ չի տրված իմանալ, Սուրբ գրքում նման բան չի գրված, որ ոչ ոք չի կարող իմանալ։ Գրված է չգիտի։ Տեր Հիսուսը իր գալստյան մասին խոսելիս ասում է, որ ոչ ոք չգիտի, չի ասում չեք կարող գիտենալ։ Բայց իր ընտրյալների համար, իր աշակերտներին, իր որդիներին անշուշտ Տերը ասում է։ Եվ այդ ժամանակը ծածուկ չի լինելու բոլոր նրանց համար, ովքեր Քրիստոսի աշակերտներ են եւ առաջնորդվում են Սուրբ Հոգով։ Եվ այստեղ Տեր Հիսուսը լաց է լինում, որովհետեւ իր առջև արդեն տեսնում է այն նկարագիրը, այն ավերածությունները, որ պետք է Երուսաղեմի վրա գար։ Մոտենալով քաղաքին, նայելով այդ քաղաքին, լաց եղավ եւ ինքը այս ցաներ, այդպես ասած, ապրումներով այսպիսի խոսքեր արտասանեց. «Գոնե այս քո այցելության ժամը իմանայիր»։ Ես կուզեի ճիշտն ասած այստեղ կանգ առնել եւ չմանրանալ արդեն մարգարեության կատարման պատմության վրա, որովհետեւ ելի եմ կրկնում, մենք քրոնոլոգիան, ժամանակագրությունն ենք նայում այս վերջին շաբաթվա եւ չենք մանրանում մարգարեությունների կատարման խնդրի վրա։ Այսպիսով մենք այսօր ինչ ուսումնասիրեցինք, մենք ուսումնասիրեցինք այն, որ Տեր Հիսուսը Բեթանիայում էր գտնվում, Հովհաննես ավետարանի 12-րդ խոսքից մենք լսեցինք այդ մասին, որ Հիսուսը Սիմոն Բորոտի տանն էր, Մարիամի արածը լսեցինք, աշակերտների վերաբերմունքը այդ մեծ գնով գնված ասենք այդ յուղի ծախսի վերաբերյալ կամ Հուդայի ասացի վերաբերյալ իմացանք եւ նաեւ Տեր Հիսուսի մուտքը Երուսաղեմ եւ նրա Երուսաղեմի վրա լաց լինելը։ Սրանք այս օրերը երբ որ ներկայացված է Հովհաննես ավետարանում, ապա մենք նորից հանդիպում ենք Հովհաննես ավետարանում մի քիչ մանրամասնությունների Երուսաղեմ մուտք գործելու վերաբերյալ։ Նրա հետեւյալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տոնին, երբ որ լսեցին, թե Հիսուսը գալիս է Երուսաղեմ, արմավի ծառերի ճյուղեր առան, դուրս գնացին նրա առաջին, աղաղակում էին Ովսանա, Ովսանա, եւ նա որ Տիրոջ անունով գալիս է, Իսրայելի թագավորը։ Եվ Հիսուսը միավանակ գտավ, նրա վրա նստեց, ինչպես գրված է, թե մի վախենար Սիոնի աղջիկ, ահա քո թագավորը գալիս է Էշի ավանակի վրա նստած։ Եվ նրա աշակերտներն առաջ չիմացան այս բաները, բայց երբ որ Հիսուսը փառավորվեցավ, այն ժամանակ հիշեցին, թե այս նրա համար գրված էր եւ այն բանը արին նրան։ Եվ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, թե Ղազարոսին գերեզմանից դուրս կանչեց եւ մեռելներից հարություն տվավ նրան։ Եվ նրա համար էլ ժողովուրդը գնաց նրա առաջին, որ լսեցին, թե նա արել է այս նշանը։ Բայց փարիսեցիներն իրար մեջ ասում էին. տեսնում եք, որ ոչինչ օգուտ չունիք, ահա աշխարհը նրա ետևից գնաց։ Ահա աշխարհը նրա ետևից գնաց։ Մարդիկ միշտ սիրում են իրենց փառավորել, եւ երբ որ ընդհանրապես միայնակ մարդը չի կարող փառավորվել, պետք է աուդիտորիա, պետք է լսարան, պետք է մասսա, 1000 հոգի եւ այլն, որպեսզի մարդը փառավորվի, ծապտան իրեն։ Եվ հիմա ամբողջ ժողովուրդը գնում է Տեր Հիսուս Քրիստոսի ետևից եւ այս փարիսեցիները հասկանում են, որ իրենց փառավորվելու վրա վտանգ է ներկայացնում Տեր Հիսուսը եւ իրենք միանգամից արտահայտում են իրենց սրտինը։ Աշխարհը նրա ետևից գնաց։ Այսօր շատերն են եւ կային ոմանք հելենացիք նրանցից, որ եկել էին այնտեղ, որ երկրպագեն այն տոնումը։
Նրանք եկան Փիլիպոսի մոտ, որ Գալիլեայի Բեթսայիդայից էր, նրան խնդրում էին եւ ասում. «Տեր, կամենում ենք Հիսուսին տեսնել»։ Փիլիպոսը գալիս է Անդրեասին ասում, Անդրեասը եւ Փիլիպոսը ասում են Հիսուսին, Հիսուսն էլ պատասխանեց նրանց եւ ասեց. «Ժամը հասավ, որ մարդու որդին փառավորվի»։ Տերը օրհնի ձեզ, հաջորդիվ ելի մենք կհանդիպենք, բնականաբար շարունակելու ենք, դեռ շատ ասելիք ունենք այս ամբողջ մեկ շաբաթվա իրողությունները Տեր Հիսուսի կյանքից, որպեսզի մենք շատ ավելի խորքային ճշմարտություններ մեր համար քաղենք եւ մեր հոգեվոր կյանքում շտկենք մեր հարաբերությունը մեր Աստծո հետ։ Հիմա ես կոչ կանեմ, որ այս ամենը լսելուց հետո յուրաքանչյուրը ձեր ներքին սենյակը մտնեք եւ աղոթ կանելով փառաբանեք ձեր Տիրոջը, մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ միաբանության մեջ նաեւ ձեր աղոթներում հիշեք նաեւ այս հաղորդումները, որովհետեւ ձեր աջակցության եւ աղոթների շնորհիվ է որ սա հնարավոր է դառնում։ Տերը օրհնի ձեզ, Աստված բոլորիդ հետ։